ստանձնած։ Առաջի հարցը, քանի տարի առաջ եք եկել Բերդի տարածաշրջան։ Եվ երկրորդ հարցը, 44-օրյա պատերազմի ժամանակ դու ինչ օգնություն ցույց տվեցիք մեր զինվորական նախարարությանը, որպեսզի մենք կարողանայինք հաղթել։ Եվ այսօրվա դրությամբ Էմարասմապտպլյուվում եք որ խիա խաղաղություն եղել, որովհետև մեր սահմանամերձ շրջանում մեր բոլոր տները քանդված, վերանարած, ամեն ինչով, հիմա կխնդրեմ մի հատ շրջագայեք Բերդի, գյուղերի տարածաշրջանը և ԿՊ-ին իմ ոտի չգրեք, ես կպական չեմ։ Չէ, կպական։ Չէ, կպական չեմ։ Ես կպական չեմ, ես ժառանգուց հայվակական եմ շրջանից։ Հիմա ես խնդրում եմ, մի հատ շրջագայեք ու տեսնեք, մեր կառավարությունը ինչի արել, որ դուք եկել եք պետք է անեք։ Առաջինը և երկրորդը, բոլոր դպրոցներն ամ, հատապարտեզներն ամ, բոլոր գույքերով, սահմանի խաղաղություն, ամեն ինչը կատարել ա, խնդրում եմ ասեք, ինչի թիկում չկազմեցիք մեր պետությանը։ Ուրեմն ես քեզ շատ հարգում եմ, Բուրիկ ջան, ամենակարևորը կուսակցական պատկանությունը ոչ մի կապ չունի։ Տվել ես հարցի պատասխանը տամ, որպես հայորդի տեղը տեղին ասելով, որ երբ որ Նիկոլ Փաշինյանը դուրսեր եկել եղաշրջում էր անում ժողովրդի ցանկությունն էր, ես կանգնել եմ մի կողքին ձեր հետ մասին, հրապարակում հայտարարել եմ, ժողովուրդ ջան, ում եք ուզում, որ վարչապետ դառնա, որ այս վիճակից դուրս գան։ Սասուն Միքայելյան, Արարատ Միրզոյան, թե Նիկոլ Փաշինյան։ Ժողովուրդը գոռացել է Նիկոլ Փաշինյան։ Ասեմ ուրեմն ձեր հետ եմ ձեր կողքին, որ մենք կանգնում ենք, որ այս փոփոխությունն ենք։ Նիկոլ Փաշինյան շատ ճարտար խոսում էր, ասում էր, հիմա ես հարցը տալիս եմ քեզ անկեղծ, որ դու պատասխանես։ Ասում էր, որ այսօր պետք է հարագաչափերը հանենք, ես չեմ եկել հող տալու համար, ես այդ մարդը չեմ, Արցախը Հայաստանա եւ վերջ, ճիշտ է թե ոչ, ասում եմ։ Ու մենք կանգնեցինք իրեն կողքին, այսօր 8 տարի անցել է, 8 տարվա մեջ պետական պարտքը կրկնակի ավելացել է, 7 միլիարդ է դարել է, 15 միլիարդ, 8 միլիարդ ավելացել է, որ ժողովուրդը դրանից խաբար չի, այսօր կորցրել ենք Արցախը, ժողովուրդը եկել են այստեղ, հիմա էլ ուզում ենք այն Երևան 300,000 ադրբեջանցի, արևմտյան Ադրբեջան լինի, հիմա կուտեմը կանգնած արցախցին, որը երկու երեխա ունի, թոշակել են կտրել, ուսումնավճարել չի կարում տա, դուք այսքան ժողովուրդ են վարկի տակ են, հիմա սա 8 Հիմա դու պատասխանի ժողովրդին ասա, 8 տարում ինչ եք արել, ես այդ պատերազմի ժամանակ եղել եմ բանտում եմ եղել, 3 միլիոն դոլար տղաներից ասել եմ, տղաներ ջան հավաքեք ինչ գումար կա, ուղարկել ենք Արցախ, նախագահին ենք ուղարկել, որ չասեն զինվորը ֆորմա չունի, մասկա չունի, ես բանտում եղած ժամանակ ուղարկել եմ, ցանկացած հարց ով դիմելա օգնաջակցել եմ, տվել եմ, արել եմ, մերժում չի եղել։ Այսօր ոչ թե կուսակցության խնդիր է, սիրելի Բուրիկ ջան։ Ես ասում հիմա միկրոֆոնը տալիս եմ քեզ, այս ժողովրդին ասա, այս ճանապարհը նայի, մարդկանց վիճակը նայի, ասա աշխատատեղը բացվի, այս ենք արել։ 8 միլիարդ ավելացել է, մարդկանց մատից փուշ չեն անել, աշխատատեղ չեն ստեղծել, այսօր սա կորցրել ենք, ուղղը պետք է հանձնենք, ցուցարը տանենք։ Հիմա հալկապիտանի մեծ աշխատում։ Ցավը դանը, մեծ ասում ես չեմ ասում, հիմա ժողովրդի պատասխանի 8 տարվա մեջ ձեր կյանքում ինչ է փոխվել ժողովուրդ։ Աշխատատեղ կա, ինչ ավելացել, ավելի վատ լավ լիներ, ես էլի կողմնակիցն եմ ձեզ, իմ համար, ես դաժե ինչ եմ արև ասել, վարչապետ չեմ ուզում եմ իմ ժողովուրդը լավ ապրի, հպարտ ապրի, որ մենք կարողանանք մեջտերս ուղենք գլուխներս պարզ։ Հիմա Ալիևի խոսալը, որ դուրը գալիս է։ Այս սաղ մեր ընդիմատիկներն են Վարչապետ տանը, դու չես տեսնում խոսալը։ Հիմա որ ասում 300,000 գալու են, որ հիմա
Ինչ։ Գալիս են։ Ոչ ինչ։ Հիմա Ադրբեջանցիները հայկական գրանցում են։ Հիմա գալիս են Իրաստաներն են մանալիս։ Մի հատ հայ կարա գնա բար։ Պարոն Ծառուկյան։ Ասա քունիջան։ Պարոն Ծառուկյան ջան։ Ասա։ Եվ Ղարաբաղին որ ասում ես, 120,000 մտել են Հայաստան։ Այո, 30,000, եթե տղամարդ էր եղել կանաչի ճորերով չէին հակելու եկել Հայաստան։ այդ ուրիշ հարցեր։ Նրա կարայի իրան սահմաններ պահեն, իրան թողում են զոհվեն, իրան Միրոպե։ Քունիջան, միրոպե։ Ներողություն միրոպե։ Քունիջան, իրանք էլ փաստողում ունեն, ոչ չեմ ասում բոմ գնան դուք ես։ Բա, բայց ոչ բոլորը։ Մենք այլ որ դարակել են այնտեղ սանտին հետ չեն եկել։ Բայց բոլորը իմ ուզածը քուրիկ ժահեզնոր չեմ ասում։ Արսը տվիր պատասխանեցի։ Ես ինչ որ կա որպես մարդ չկա ասի որ ասել է ես չեմ օգնել, չեմ ընկել։ Բայց ասում դիմացի որ երթում նստած 3 միլիոն փող ընկել։ Ինչ ելել է, այն որ ասում են Ծառուկյան, ինչ ես արել, չի բերել դիվաները, սա ուղարկել են պատերազմ։ Գասպարյան Օնիկին հարցրեք, ինչ եմ արել, ինչ չեմ արել, ձեզ ցավը տանեմ։ Հիմնական խնդիրը քուրիկ ջան, ոչ թե ես այսօր գործունեքի վրա ուզում եմ ցեղ շպրտեմ, վիրավորեմ, այս վիճակից մենք պետք է դուրս գանք։ Քու ժողովրդի երեսին նայելով պետք է որ դու առած բան լինի ասես։ Ասեմ քեզի շատ ես եմ եղել Փաշինյանի կողքին, որ եկել եմ հրապարակ։ Հիմա այդ մարդը ինքնով չի կարող անի։ Ես ասում եմ, ես ինքնով չի կարող, ամբողջ երիտասարդները։ Պետք է փոխի, չփոխեց դրամը այսօր են ասել։ Շնորհակալություն։